Բարի երեկո, հարգելի տնօրեններ։ Իմ ձայնագրությունը, որը ձեր կողմից փոխանցվել է Արման Թաթոյանին, Մարտունու համայնքապետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետն է զայրացած մանկապարտեզների տնօրեններին ուղարկած ձայնային հաղորդագրությունը միասնության թևերի վարչապետի թեկնածու Թաթոյանին է հասել։ Համայնքապետարանի պաշտոնյան շատ վատ բառ կուզեր ասել։ Այդ բառը չեմ ասում, ինձ թվում է արդեն հասկացաք ինչ արարք եք արել։ Բառը հարգելով իմ դաստիարակությունը չեմ կրկնում։ Ձայնային հաղորդագրությունն Արման Թաթոյանը հրապարակել էր օրեր առաջ իր խոսքով, որպես ապացույց քաղաքացիական պայմանագրի անպատժելիության մասին։ Նախընտրական այս փուլում օրենքից դուրս քայլեր են անում։ Այսօր ժամը 7-ին Մարտունի քաղաքում բացվելու է ԿՊ կենտրոնական գրասենյակը, ուստի խնդրում եմ ձեր տղամարդ աշխատակիցներին տեղյակ պահեք, որ պարտադիր ներկա գտնվեն։ Արման Թաթոյանը տարակուսում է համայնքապետարանի պաշտոնյան մարդկանց պարտադրում է հավաքի գնալու դրան ոչ մի իրավական գործընթաց չի հետևում, հետո էլ սկսում է սպառնալ։ Իրանք ինչքան վստահ են այս անպատժելիության մեջ, որ այդ ձայնագրությունը երկրորդ անգամ էլ է ուղարկում։ Սպառնում է այդ տնօրեններին, դուք պատկերացնում եք։ Ոչ մի անօրինական բան չի եղել, պնդում է Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սվետլանա Հովհաննիսյանը։ 18 մանկապարտեզ ունեն, 500-ից ավելի կանայք են աշխատում այդտեղ ու ընդամենը 8 տղամարդ։ Տրամաբանությունը որտեղա, որ բռնեն այդ 8 տղամարդու հետևից ընկնեին, ասեն պարտադիր եկեք էսի շտեղ, ըստ ասենք եթե մենք ինչ որ մի տեղ կանչելու կամ ինչ որ բան ունենայինք 500 կնոջը կթողենք կընկնենք այդ 8 տղամարդու հետևի, իմաստը տղամարդկանց ինչ պետք անեն բացման օրը, ինչ պետք է անեն այդ տղամարդիկ, եթե քանակ էր պետք, մենք չենք ասում տղամարդ։ Այդ դեպքում ինչու է համայնքապետարանի աշխատակիցը հրահանգում տնօրեններին պարտադիր տղամարդկանց ուղարկել ԿՊ գրասենյակի բացմանը։ Ըստ Սվետլանա Հովհաննիսյանի պարտադիր բառը վրիպակ է եղել։ Եթե 8 տղամարդու մասնակցությունն անիմաստ էր, ձայնային հաղորդագրությունն ինչու է ուղարկվել։ Ինքը բան արե, ուզեցել ասի, եթե ուզում են ոնց որ այդ կարգել, տղամարդիկ կա, մի քիչ սխալ արդ, այդ ինքը դա է ուզեցել, շատ են ուզում ոնց որ տղամարդիկ թող կան այդ կարգի։ Հետո էլ ցանկացել է այն վատ բառն օգտագործել, որովհետև ձայնագրության հանրայնացումից հետո էմոցիոնալ վիճակում է եղել, բացատրեցին Մարտունու համայնքապետարանից։ Այլ բացատրություն ունի միասնության թևերի առաջնորդը, կարծում է ԿՊ-ական բարձրաստիճանների գլխավորությամբ շղթա է գործում։ Ես տվել եմ անուններ՝ Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց։ Ես ասում եմ, այս մարդկանց որևէ կերպ իրանք նախընտրական քարոզչության մեջ ներգրաված մարդիկ են։ Գոնե հարցաքններ լինելու է։ Մարտունու դեպքում Թաթոյանը հնչեցնում է իշխանական պատգամավոր Ալխաս Ղազարյանի անունը։ Մեր տեղեկություններով Մարտունու համայնքապետարանում է աշխատում ազգային ժողովի ԿՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանի բարեկամ Աննա Նավասարդյանը Վաղաշեն գյուղից։ Բացարձակապես կապ չունեմ այդ գործընթացի, դու չեմ հասկանում, պարոն Թաթոյանը իմ անունը ինչի է հնչեցնում։ Պատգամավորի բարեկամն եմ, բայց գիտակցում եմ, որ հանրային ծառայող եմ Աննա Նավասարդյանը հերքեց իր մասնակցությունն իշխող թիմի քարոզչական արշավում։ Թաթոյանի թիմն այժմ հաղորդում է պատրաստում առերևույթ հանցագործության վերաբերյալ, դիմելու են դատախազություն։ Այնպես չլինի, որ ես բնամ կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ իմ երկու խմբից ոչ ոք չկա։ Շուրջ 2 շաբաթ առաջ մեկ այլ ձայնագրություն էր հրապարակել Թաթոյանը Արմավիրի Մարս ԿՊ առաջնորդի այցին ընթരാճ քոլեջի ուսանողներին կանացի մի ձայն հանձնարարում է պարզերես անել իրեն տնօրինության առջև ու հրապարակ գնալ։ Դատախազություն հաղորդում էին ուղարկել առայժմ անարձագանք։ Անկախ դիտորդը նույնպես Արմավիրի ու Մարտունու ձայնագրությունների դեպքերով հաղորդումներ է ներկայացրել։ Քաղաքացիական պայմանագրի առաջնորդի քարոզչական տարբեր հասցեներում ուսուցչական ու այլ կոլեկտիվներ են, համայնքապետարանի աշխատակիցներ ու բազմաթիվ երեխաներ։ Քեզ ով ա տվել գրոշը։ Մի հատ մարդ։ Ով։ Մի հատ մարդ։ Մի հատ մարդ չես ճանաչում։ Չէ։ Վերին արտաշատում են փոքրիկները դասի ժամին քարոզչական ատրիբուտներով հրապարակ դուրս եկել ԿՊ առաջնորդին տեսնելու։ Սրանից առաջ էլ ապարան համայնքում էին դասերը կարճ կապել ու շտապել Փաշինյանի հետ հանդիպման։ 4 դպրոցների տնօրեններ ազատման դիմումներ գրեցին, բայց դեռ պետք է պարզել, գուցե երեխաներն իրենք ինքնաբուխ են փախել։ Ծառայողական քննություն է նշանակվել ու 16 օր անց ոչ մի նորություն։ Ես ատում եմ վարչական ռեսուրսը։ ԿՊ առաջնորդի չսիրած վարչական ռեսուրսի չարաշահման մի շարք դրվագներ ականատես դիտորդական առաքելության դիտորդներն են արձանագրել։ Ապարանում աշխատանքային ժամին հարակից բնակավայրերի մի շարք դպրոցների տնօրեններ աշակերտների դասերն ընդհատել ու նրանց տարել են վարչապետի հետ հանդիպման։ Դրոշներ ու քարոզչական շապիկներ են տվել ու հրահանգներ արտաքին տեսքի վերաբերյալ։ Աշակերտուհիները ԿՊ քարոզարշավին անպայման հյուսերով։
Այ